Փառք Տիրոջ, օրհնյալ է Տեր այսօրվա համար, որ մենք հավաքվել ենք, ամեն, թող իր անունը փառավորվի։ Չինաստանում երկար տարիներ քրիստոնեությունը շատ մեծ հալածանքի է ենթարկվել։ Ասում են պատմության մեջ Չինաստանի ղեկավարության տարիների ընթացքում 1 միլիոն քրիստոնյա բանտարկվել, սպանվել, նեղություններ ակրել։ Եվ շատ խիստ է եղել։ Մարդիկ իրանց կյանքի գնով պահել են իրանց կյանքը, իրանց հավատարմությունը Տիրոջը։ Մի խումբ քրիստոնյաներ պատմություն կա այս ձև, գնում են ծառայության պաշտամունքի դեպ ամենը գաղտնի է, եւ ոստիկանները այս մարդկանց ճամփին կանգնացնում են։ Կասկածում են, ուզում են հասկանալ ինչ է, ով է, ինչ են անում։ Եվ իմաստուն քույրերից մեկը ասում է, գիտեք, ասում է, մեր մեծ աղբերը մահացել է, մեզ կտակա թողել։ Գնում ենք իրա կտակը բացենք, տենանք ինչ է ասում մեզ։ Օ, կներեք, ասում է, գնացեք ժողովուրդ։ Ես անցած անգամ քարոզել եմ նոր կտակարանի մասին, կտակի մասին թետեր ինչ է տվել մեզ։ Ես ուզում եմ հնարավորության չափով հասցնեմ, թե ոնց որ այդ քույրերը գնում են բացեն իրանց մեծ եղբոր կտակը, թե այդ կտակը ինչ է տվել իրանց։ Ես ուզում եմ այսօր մենք Տիրոջը տված կտակի, որ մեզ ինքը տվել է, այդ կտակը, այդ ժառանգությունը, այդ պարգևը, որ մեզ տվել է, պրակտիկ բնագավառի մեջ, այսինքն պրակտիկ գործողության մեջ ինչ օգուտ է տալիս դա մեզ, դա ինչ է տալիս, ինչ օրենքներ կան, ինչեր կան դրա մեջ, որպեսզի մենք կարողանանք այդ ամենը կիրառենք, դա չմնա գեղեցիկ ուսուցում ու վերջ, այլ դա լինի գործնական, ամեն, երբ որ մարդը իրան կտակ են անում, ինչ որ բան, չէ, երբ որ գալիս է իրավաբանորեն հասնում է իրան այդ կտակը, ինքը պետք է օգտագործի ու կիրառի այդ կտակը։ Ես ասել եմ անցած անգամ, որ մենք կարող ենք ունենանք ժառանգություն, ունենանք կտակված ժառանգություն, բայց թողենք, եւ այդ ժառանգությունը այս երկրի քայքայման օրենքի պատճառով իր արդյունքը չտա։ Ինչքան տներ կան հեռու գյուղերում, որ անբնակ են, անմշակ են, եւ քայքայվում ու փչանում են։ Մարդու կյանքը ինքը ենթարկվում այս քայքայման օրենքին, մինչև որ Տերը խոստացել է, որ վերջի թշնամին, դա ֆիզիկական մահն է, որի հարցերը ինքը լուծելու է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Դրա համար ես ուզում եմ, որպեսզի մենք զինվենք այս գաղափարով, որպեսզի հասկանանք, Տերը որ մեզ իր կյանքը, իր ժառանգությունը, որ շնորհել, պարգևել ու կտակել է, ինչ է դա իրանից ներկայացնեմ, ինչ կա դրա մեջ եւ ինչ օգտակար պրակտիկ քայլեր է մեզանից պահանջվում, որ մենք այս ամենը օգտագործենք, կիրառենք մեր կյանքերի մեջ, որպեսզի Տիրոջ տված ժառանգությունը իրականություն, այս ֆիզիկական աշխարհի մեջ իրականություն դառնա։ Ամեն։ Զինվենք այս մտքով, ես ուզում եմ արագ անցնենք Աստծո խոսքին։ Ես ուզում եմ, որպեսզի մենք միշտ մեր հոգևոր կյանքի ընթացքում ունենանք կառուցվածքային մտածելակերպ։ Այսինքն մենք տեսնենք սկիզբ, տեսնենք վերջ, տեսնենք ընթացքում կատարվելի գործողությունը, որպեսզի հասկանանք, երբ որ մենք գնում ենք A կետից մինչև B կետը, ընթացքում ինչ process է կատարվում։ Բայց մենք տեսնենք մեր նպատակը, թե մենք ուր ենք գնում, եւ ուր որ մենք գնում ենք, սա լինի մեր աչքի առջև, որպեսզի երբ որ կյանքի ընթացքում ինչ որ խնդիրներով հանկարծ շեղվենք, բայց մենք գլխավոր նպատակից չշեղվենք։ Ամեն։ Սա օգնի, որ մենք կարողանանք հետ գանք եւ մեր ճանապարհը շարունակենք։ Ամեն։ Դրա համար ուզում եմ միշտ ամեն անգամ ինչ եմ սա ուզում, որ սա մեր մեջ լավ տպավորվի, որովհետև մենք որ ապրում ենք տեսանելի իրականության մեջ, ֆիզիկական տեսանելի իրականության մեջ, հոգևոր իրականությունը մեր ֆիզիկական աչքերով անտեսանելի է։
Մենք հոգևոր իրականությունը ֆիզիկապես չենք տեսնում։ Մենք հոգևոր իրականության հետ գործ ունենք հոգևոր օրենքների հիման վրա, բայց Աստծո խոսքը ասում է, այս երևացածները չերևացածներից առաջ եկան։ Այսինքն կար սկզբից չերևացածը ֆիզիկական իրականության մեջ, նույնիսկ չկար ֆիզիկական իրականություն, որովհետև կար Աստված, անսկիզբ ու անվերջ, եւ ինքը ասեց լույս եղիր, եւ լույսը եղավ, եւ այս տեսանելի իրականությունը եղավ չերևացած Աստծո խոսքի շնորհիվ։ Ամեն։ Դրա համար անտեսանելի իրականությունը ավելի իրական է, քան տեսանելի իրականությունը։ Բայց քանի որ մենք ծնվել մեծացել ենք այս ֆիզիկական տեսանելի իրականության մեջ, եւ մենք եկել ենք մեր կյանքը տվել ենք Աստծուն, մենք որևէ մեկս Աստծուն չենք տեսել ֆիզիկապես, որը անհնար է։ Հիսուս ասեց. «Երանի նրան, ով որ չի տենա ու կհավատա»։ Այս ֆիզիկական սահմանափակությունը պատճառը, որպեսզի մենք հոգևոր իրականությունը չտեսնենք ֆիզիկապես, բայց կան հոգևոր օրենքներ, որի շնորհիվ մենք վերցնում ու կիրառում ենք այդ օրենքները, եւ այդ օրենքի համաձայն մենք առնչվում ենք, մենք հաղորդակցություն ենք ունենում անտեսանելի իրականության հետ։ Ամեն։ Այս պատճառով ես ուզում եմ մենք տեսնենք այս կառույցը, թե մենք ով ենք եւ ուր ենք գնում։ Հիմա Հռոմեացիս 8-րդ գլուխ 28-ից 30 խոսքերը։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարին գործակից կլինեն նրանց, որ Աստծուն կսիրեն, որոնք նրա նախասահմանությունով կանչված են, վասնզի անոնք, որ առաջ կճանաչեր, առաջվանե սահմանեց, նայեք, որ իր որդի պատկերին կերպարնակից լինելու, որպեսզի նա անդրանիկ լինի բազմաթիվ եղբայրների մեջ, նրանք, որ նախապես սահմանեց, նաև կանչեց նրանց, եւ նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց, նրանք, որ արդարացրեց, նաև փառավորեց։ Ստեղ տալիս է այն նպատակը, որ Աստված մարդու համար ունեցել է։ Սա միշտ պետք է մեր աչքի առաջ լինի։ Ամեն, որովհետև ֆիզիկական տեսանկյունից մենք մեզ չենք տեսնում Աստծուց նախասահմանված Աստծո որդիներ, արդարացված, փառավորված Աստծո զավակներ։ Մենք մեզ չենք տեսնում։ Մենք տեսնում ենք մեզ սովորական մարդ, աշխարհի մարդկանցից ոչինչով չենք տարբերվում, նույնիսկ վերստին ծնվել ենք, ապաշխարել ենք, Սուրբ Հոգով մկրտվել ենք, բայց ֆիզիկապես մենք ոչ մեկից չենք տարբերվում։ Մի ժամանակ հավատացյալները տարբերվում էին աշխարհից, չէ՞, կարծես բա։ Հիմա չենք տարբերվում։ Ի նկատի ունեմ հոգևոր իրականությունն է կատարվել մեր ներսը, բայց ֆիզիկապես դա չի երևում։ Հիմա մեզանից ով է վստահ, համոզված, որ ինքը Աստծո որդի է։ Բայց չի երևում դա։ Դա չի երևում։ Սա նշանակում է, բայց այդ անտեսանելին ավելի իրական է, քան տեսանելին, ամեն։ Այս պատճառով ես ուզում եմ, որպեսզի մեր հայացքը անտեսանելի ճշմարիտ իրականության վրա լինի, որը ամուր բռնելով մենք այս ամենը պրակտիկ քայլերի, այն օրենքների հիման վրա, որ գործում է այդ օրենքները, մենք անտեսանելի ճշմարտությունն իրականությունը ֆիզիկական կյանքի մեջ իրականություն դարձնենք։ Ամեն։ Հիմա Աստծո նպատակը մեզ համար մարդ իր որդու պատկերին կերպարանակից եղած։ Ամեն։ Սա է մեր ժառանգությունը։ Մարդուն ասում են խոսքի, ասենք դու ով ես մարդը իրան ինչ որ իր մասնագիտության, ուսուցումի, ինչ որ բանի հետ կապում է, մարդ ուզում է իրան ինչ որ մի բանի հետ կապի, որովհետև եթե մարդը օրինակի համար լավ գործ չունի, կամ ասենք բարձրագույն կրթություն չունի, սովորած չի ինչ որ բան չունի, չէ՞, մարդը մի տեսակ իրան ալիարժեք ազգում, որովհետև ինքը չգիտի ինքը ով է, որովհետև մարդը այնքան է իրան նույնացրել իր մասնագիտության, իր ընտանեկան պատկանելության հետ, որ դրանից առաջ ոչինչ չի կարողանում։ Բայց Աստծո ճշմարտությունը սա է, անկախ նրանից, ինչ վիճակի մեջ ուզում է լինի մարդը, ամեն,
Մարդը, որ գիտի, որ ինքը Աստծո որդի է, ինքը Աստծո որդի է, անկախ նրանից իր կարգավիճակից։ Ամեն։ Ինքը Աստծո որդի է։ Ով ես դու? Ես Աստծո որդի եմ, գնված Հիսուսի արյան գնով։ Ամեն։ Ծնված եմ Աստծուց, ես հավիտենական Աստծո զավակ եմ։ Անկախ նրանից ֆիզիկապես մենք տարբերվում ենք աշխարհից, թե չէ։ Ինչի, որովհետև սա այն մեծ իրականությունն է, որ տեղի է ունեցել մեր սրտերի մեջ, մեր կյանքերի մեջ։ Հիմա Տերը նախասահմանել է իր որդու պատկերին նմանվենք։ Մտքեր կա, որ ես կկրկնվեմ, բայց փորձում եմ առաջ անցնեմ ավելի պրակտիկ գործունեության։ Եբրայեցիս 9:15-17 Սրա համար ինքը նոր ուխտի միջնորդ է, որպեսզի իր մահը առաջի ուխտի ժամանակ գործված հանցանքների քավությանը համար եղած լինելով, հրավիրվածները, նայեք այս բառերը, հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ Քանզի ուր կտակ կա, հարկ է, որ կտակ անողը մեռնի, վասնզի կտակը մեռնելուց հետո հաստատ կլինի։ Քանզի վավերական չի համարվում այնքան ժամանակ, որ կտակ անողը ողջ է։ Մենք սրա մասին խոսեցել ենք, որ Տերը նոր ուխտի միջնորդն է եւ կտակ արի եւ մեզ նոր ուխտ ապարգև է։ Ինչի եմ սա շատ կարևորացնում, որովհետև նոր ուխտի առավելությունը ստեղծում էր, որպեսզի հավերվածները հավիտենական կյանքը ժառանգեն։ Այսինքն, այս հավիտենական կյանքը ժառանգելու խորության մեջ ամեն ինչ ամփոփված է։ Ամեն։ Եվ Տերը, որ այս ամենը մեզ համար արեց, գրված է, որ որտեղ որ կտակ կա, պետք է կտականողը մահանա, որպեսզի իրավաբանորեն կտակը վավերական լինի։ Եթե կտականողը ողջ է, կտակը դեռ վավերական չի։ Երբ որ կա մահը, այնտեղ կա կտակի վավերական լինելը։ Ֆիզիկական տեսանկյունից, երբ որ մարդը կտակ է ձեռք բերել, արդեն ունի իր ձեռքերի մեջ այդ փաստաթուղթը, կտականողը արդեն մահացել է։ Ըստ օրենքի հնարավոր է, որ այդ կտակը փոխվի։ Հնարավոր չի, որովհետև եթե կտականողը պարգևել է, նվիրել է ինչ-որ մի բան եւ դու հանդիսանում ես այդ կտակի սեփականատերը, արդեն դու ես այդ սեփականատերը եւ քո իրավասության մեջ է, թե դու ինչ կանես այդ ամենը։ Հիմա որևէ մեկը, եթե փորձի գա, եթե կտակը իրական է, ճշմարիտ փաստաթուղթ է, որևէ մեկը այդ կտակը չի կարող փոխել եւ ասել այդ կտակը սխալ է։ Նշանակում է անկախ այդ մարդու վիճակից, ինքը ուզում է թույլ եղնի, ուզում է հիվանդ եղնի, ուզում է ուժեղ անձնավորություն ունի, կապ չունի իրավաբանական տեսանկյունից, այդ պատկանում է իրան։ Հիմա եթե կտակը մեկը վերցրել է եւ ինքը տեսնում է այդ կտակի մեջ մի բան, նա կարող է գնալ մահացած մարդու մոտ, խնդրել, որ կտակի մեջ փոփոխություն մտցնի։ Սա ֆիզիկապես անհնարին է, ճիշտ է։ Սա չկա, այս բան չկա ֆիզիկապես։ Կտակը ինչ եղավ, եղավ։ Ամեն։ Հիմա Աստծո խոսքը մեզ ասում է, որ կտակը որտեղ կա, պետք է մահ եղնի, որ վավերական լինի։ Մենք գիտենք, որ Հիսուսի մահով Տերը մեզ նոր ուխտ պարգևեց, նոր կտակ տվեց եւ մահը տեղի ունեցավ։ Հիմա հարցը սանում է, արդյոք Տերը այն ինչը որ իր արյան գնով ձեռք է բերել մեզ համար եւ պարգևել է մեզ որպես կտակ, որպես ուխտ կփոխի։ Որովհետև ինքնիշան Աստված է, երբ կուզենա կփոխի։ Ոչ, որովհետև Տերը արդեն իր կտակի միջոցով հայտնել է իր հավիտենական նպատակը, ամեն։ Տերը հավիտենապես նախասահմանեց, որ մենք Աստծո որդիներ լինենք։ Մեր իրականության մեջ, մեզ համար,
դեր քիչ կտականողը մահացել է եւ իր կնիքը դրել է այդ կտակի վրա, Սուրբ Հոգով կնքել է այս կտակը։ Բայց նաեւ ինքը հարություն առե, ամեն։ Հոր աչ կողմը մեզ համար բարեխոսում է։ Ինչի համար, որպես իր մահով ձեռք բերած նոր ուխտ, նոր կտակը Սուրբ Հոգու զորությունով մեր մեջ իրականություն դարձնի։ Ամեն։ Քիչ ինքը մահացել է, որ այս ամենը լինի, բայց ինքը նաև հարություն է առե եւ Սուրբ Հոգին ուղարկել է մեզ եւ ինքը հոր առջեւ բարեխոսում է, որպեսզի այն կտակը, այն ճշմարտությունը, այն կյանքի ժառանգությունը, որ ինքը մեզ պարգևել է, մեր կյանքերի մեջ իրականություն դառնա։ Ամեն։ Սա անհնար է ֆիզիկական աշխարհի մեջ, բայց հոգևոր իրականության մեջ մեր Տերը արել է սա։ Ամեն։ Հիմա Տիրոջ արած կտակը մեզ համար վավերական է, որովհետև կատարվել է մահը եւ Տերը այսօր կենթանի է շարունակելու։ Հիմա ես ուզում եմ առաջ գնանք, գիտեք ինչը հասկանանք։ Քանի որ մենք Աստծո պատկերով ենք ստեղծված, Տերը ասեց, եկեք մեր պատկերով մարդ ստեղծենք։ Հռոմեացի 8-ը որ կարդացի, գրված էր, որպեսզի նա անդրանիկը լինի բազմաթիվ եղբայրների կամ զավակների մեջ։ Անդրանիկը, առաջինը։ Նայեք Հիսուսը եկավ երկրի վրա, Հիսուսի մասին շատերը լսել էին, հույներ էին կարծեմ, եթե չեմ սխալում։ Եկան աշակերտներին տեսան, ասում ենք, ուզում ենք Հիսուսին տեսնենք, որովհետև Հիսուսի համբավը տարածվել էր։ Երբ որ եկան Հիսուսին տեսնելու, Հիսուսը պատասխանեց իրանց, ասավ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատը սերմը չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կտա, ամեն, Հիսուսի մահվան մեջ կար նաև այս խորհուրդը, բացեն, որ ինքը մեր մեղքերի համար իր կյանքը տվեց, վերցրեց մեր մեղքերը իր վրա, ամեն, նաև կար բազմանալու խնդիրը, Հիսուսը որպես հոր կամքը լինելով, երկնային մարդ լինելով երկրի վրա, մեզ օրինակ թողեց, թե Աստծո կամքը մարդու համար ինչ է։ Եվ Հիսուսը ասեց, ես պետք է մեռնեմ, այս թորենի սերմը պետք է մեռնի, որ ինքը շատ պտուղ տա, որովհետև երկնային մարդը, գյուղատնտեսները գիտեն, երբ որ լավ սերմ ես ցանում, լավ բերք ես տալի, ամեն, լավ բերք ունենալու համար լավ սերմն են ցանում։ Հիսուսը այդ անարած սերմն էր, որ Տերը տվեց, որ ինքը մեռնի, հողի մեջ մտնի եւ ինքը պտուղ տա։ Սերմը ցանում են շատ պտուղ տալու համար, ամեն։ Սերմը չեն ցանում, որ այդ սերմը ոչնչանա գնա։ Սերմը ցանում են շատ պտուղ տալու համար։ Հիսուսն ասեց, եթե ցորենի հատը չմեռնի, երբ որ Հիսուսը մահացավ, ադամական աշխարհը վերցրեց իր վրա։ Բայց երբ որ ինքը հարություն արեց, հարավ, գրված է, որ մեր մեղքերի համար մահացավ եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Այսինքն, անդրանիկը լինի բազմաթիվ զավակների հետ։ Այս պատճառով նոր ուխտի խորհուրդը սա է, որ Հիսուսը հնարավորություն տվեց, որ այն մարդիկ, ովքեր գան ու հավատան իրան, ծնվեն Աստծուց, դառնան Աստծո որդիներ, դառնան Աստծո զավակներ, ամեն, Հիսուսը իր կյանքը փոխանցեց մեզ, իր կյանքը դրեց մեր մեջ։ Տիրոջը հետ մեկացողը մեկ է լինում Տիրոջը հետ։ Եվ ես ասել եմ, որ կտականողը ներդնում է իր կյանքը, իր ունեցվածքը, իր կյանքի խնդիրն է։ Տերը տվեց իր կյանքը մեզ։ Տերը փոխանցեց իր կյանքը մեզ։ Հիմա մենք որպես մարդ, որպես հոգևոր ազնվորություններ պետք է հասկանանք ինչ ժառանգություն ունենք ու ինչպես օգտագործենք սա մեր կյանքերի մեջ։ Так, առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 23-24 խոսք։ Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անի ու ձեր բոլոր հոգին
եւ շունչը ու մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Հավատարիմ են նա, որ ձեզ կանչեց, որպեսզի կատարի։ Առաքյալ աղոթում է, որ մեր հոգին, մեր շունչը, մեր մարմինը կատարյալ մնա, Տերը կատարյալ անի մինչև Տիրոջ գալուստը։ Ամեն։ Հիմա ստեղ առաքյալը նշում է մեր ով լինելը, մարդու կերպարը, ուզենք թե չուզենք, մենք մեր կյանքի մեջ միշտ առնչվելու ենք այս խնդրին։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք սա պարզաբանենք մեր կյանքերի մեջ։ Ինչ է իրանից ներկայացնում մարդը։ Մարդը հոգի, շունչ, մարմին, եռամեկ էություն Աստծո պատկերի ու նմանությամբ ստեղծված։ Ամեն։ Հիմա մեղանչումից հետո, որ այս պատկերը քայքայվել էր, այս վիճակից ընկել էր մարդը, կորցրել էր հաղորդակցությունը Աստծո հետ, Տերը ասել էր կմեռնես, երբ որ այդ պտուղ ուտես։ Առաջին մահը տեղի էր ունեցել, երբ որ մարդը հոգևորապես խզվել էր կապ Աստծո հետ։ Սա հոգևոր մահն էր, չկար այս հաղորդակցությունը։ Սա նշանակում է Տերը վերադարձնում է Քրիստոսի միջոցով, Քրիստոսի արած գործի միջոցով վերադարձնում է մեզ այն սկզբնական նպատակին, որ Տերը որոշած է եղել։ Ամեն։ Հիմա Աստված մարդուն ստեղծել է հոգի, շունչ, մարմին, եւ առաքյալ աղոթում է, որպեսզի այս ամբողջությամբ մենք կարողանանք կատարյալ լինենք եւ այս կոնտեքստում, որ քարոզում եմ, մենք կարողանանք հոգի, շունչ, մարմին իրավիճակի մեջ, այս ամբողջության մեջ կարողանանք մեր աստվածպաշտության մեջ այն օրենքները, որ Տերը տվել է մեզ նոր ուխտի միջոցով, կարողանանք ճիշտ օգտագործենք ու կիրառենք։ Առաջինը, ես ուզում եմ հասկանանք հոգու մասին։ Մարդը հոգի, շունչ, մարմին է։ Աստված որ մարդուն ստեղծեց հոգի, շունչ, մարմին, հոգևորապես, որ մեղքը տեղի ունեցավ, մարդը հոգևորապես խզվեց կապը։ Հոգու ֆունկցիաներից մեկը նա է հաղորդակցություն Տիրոջ հետ։ Մենք Աստծո հետ հոգևոր ազնվորության հետ հաղորդակցում ենք հոգու միջոցով։ Հաղորդակցությունը դա հոգու միջոցով է, Աստծո հետ։ Ինքը մեր հոգիների հայրն Աստծո խոսքը ասում է։ Մենք ունենք հոգու ֆունկցիա որպես ինտուիցիա կամ գիտություն, գիտենալ, ներսից գիտենալ։ Ամեն։ Ես հարցրեցի, ով է մեզանից վստահ, որ ինքը Աստծո որդի է։ Մենք վստահ ենք, որ մենք Աստծո զավակներ ենք։ Ինչի հիման վրա ենք վստահ։ Ֆիզիկապես ու մենք չենք երևում որպես Աստծո որդիներ, որովհետև Սուրբ Հոգին մեր հոգու հետ վկայություն կտա, ամեն, որ մենք Աստծո որդիներ ենք, ամեն, որովհետև դու գիտես քո ներսում, որ Աստծո որդի ես, որովհետև այդ գիտենալը հոգևոր իրականությունը, դա ուղղակի մտքի գիտությունը չի, այլ դու գիտես, դու ճանաչում ես, դա մի հատ անբացատրելի բան է, որը ֆիզիկապես անհնարին ասես դժվար է մի քիչ հասկանալի դառնալ, բայց դու գիտես քո ներսը, ամեն, դու գիտես քո ներսը, որ դու Աստծո որդի ես, ինչի, որովհետև այդտեղ իրականություն կա, դա ուղղակի կրոնական ինչ-որ արարողություն չի, այլ դա իրական բան է, որ քո հետ տեղի է ունեցել, դու վերստին ծնվել ես եւ Աստծո կյանքը մտել է քո մեջ, եւ դու դարձել ես Աստծո որդի, ամեն, անկախ քո տարիքից, քո կարգավիճակից, քո իրավիճակից, անկախ քո մարմնի զգացողությունից, անկախ քո տրամադրությունից, դու Աստծո որդի ես, որտեղ դու գիտես, որ Աստծո որդի ես։ Սա հոգու ֆունկցիան է, որ Աստված վերստին ծնունդ տալով մեզ կենդանացրեց իր այդ հաղորդակցությունը վերականգնեց։ Հռոմեացիս 8-րդ գլուխ։ Երեսունեկ 34 խոսք։ Ուրեմն ինչ ասենք այս բաների համար։ Այն խոսքերից հետո է ասում, որ ասում է մեզ նախասահմանեց, փառավորեց, արդարացրեց։ Ինչ ասենք այս բաների համար։ Եթե Աստված մեր կողմ է, ով պիտի լինի մեզ հակառակ։ Նա որ իր որդին չխնայեց, հապա մեր ամենքի համար մատնեց նրան։ Նայեք այս խոսքերը։ Այլ ինչպես
նրա հետ բոլոր բաները մեզ չի պարգևել։ Ով է որ Աստծուն ընտրյալներին դեմ կմեղադրի։ Աստված է որ կարդարացնի։ Ուրեմն ով է որ կդատապարտի։ Քրիստոս է որ մեռավ, մանավանդ որ հարությունն առավ ու Աստծո աշկողն է, որ նաև մեզ համար բարեխոսություն կանի։ Աստված եթե Քրիստոսին չխնայեց ու մատնեց մեզ համար, այլ ինչպես նրա հետ բոլոր բաները մեզ չի պարգևի։ Երբ որ Աստված Քրիստոսին տվեց, Քրիստոսի մեջ ամբողջացած էր Աստծո կամքը։ Ամեն բան ամբողջացած էր Քրիստոսի մեջ։ Ամեն։ Քրիստոսը հոր կամքի մարմնավորումն էր։ Հիսուս ասեց, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Հիսուսը ֆիզիկապես ասում էր, նայեք ինձ, սա էր նշանակում Հիսուսի կյանքը։ Ես Աստծո կամքն եմ, մարմնավորված մարդու համար։ Աստված նախ հասարմանել էր իր պատկերի նմանվենք, ինքը անդրանիկը պիտի լիներ, որպեսզի շատերը նմանվեն իրան, եւ որ մենք տեսնում ենք Հիսուսին, որպես երկնային մարդ, ինքը մեր օրինակն է, մենք իրան պետք է նմանվենք, բայց առաջին նմանությունը, որը տեղի անուն է մեր կյանքերի մեջ, սա շնորհքն է։ Մենք ոչինչ չենք կարող անել, որ այս ամենը գա մեր կյանքի մեջ։ Դրա համար սա պարգև է, ավետարանը բարի լուր է, նոր ուխտ է, դա պարգև է Աստծուց, ամեն։ Գտականողը մահացել է, ինքը որոշել է, մենք դեռ գոյություն չենք ունեցել, բայց Տերը որ մեզ սիրեց, իր որդին ուղարկեց։ Հիմա Աստված պարգևել է, այս պարգևես, այս շնորհել հասկացողությունը մեր արժանինքները չի, ամեն։ Մեր գործողությունից չի, որ մենք արժանանանք Աստծո որդիներ լինելու։ Այս պատճառով, որ մենք գիտենք, որ սա մեզ շնորհվել ու պարգևել է Աստծո անսահման սիրո շնորհիվ, այստեղ մենք եթե սանից ամուր բռնվենք, մենք որևէ հպարտանալու տեղ չենք ունենա։ Որտեղ մենք չենք կարող հպարտանանք ու պարծենանք, որտեղ դա մեր ձեռքի գործը չի։ Մենք ամեն մեկս մի մասնագիտության տեր ենք, եւ ամեն ժամանակ մենք առիթ ենք ունենում, գայթակղություն ենք ունենում, ինչ-որ բան սարքելու եւ ասենք, «Էս իմ սարքածն է, տես ինչ լավ եմ սարքել», չէ՞, օրինակի համար։ Սրանք մանրուքներ են, բայց մարդ ունի այս հատկությունը, բայց մենք երբեք որևէ իրավիճակի մեջ չենք կարող ասել, տեսեք մենք ինչ արեցինք, որ Աստված ինձ իր որդին սարքեց։ Մենք թշնամի էինք եւ Աստված մեզ իր որդիները սարքեց։ Ամեն, սա պարգև է, սա շնորհ է եւ սա անհնար է սրան արժանանալ։ Եվ Աստված իր պարգևը, իր շնորհը, որ տվեց մեզ, դա իր որդին է, իր ամբողջությամբ, իր կյանքի լեցունությամբ։ Եվ Տերը ասում է, երբ որ Աստված իր որդուն տվեց, էլ ինչը կխնայի, նրա հետ ամեն բաները կպարգևի։ Մենք երբ որ քրիստոնեական կյանքի մեջ բացահայտում ենք, ինչ որ դետալների ենք վերածում որոշակի հոգևոր ճշմարտություններ, որպեսզի կարողանանք հասկանանք խնդիրները, որոշակի դժվարություն ենք ունենում։ Օրինակի համար, Քրիստոսի մեջ Աստծո թագավորությունն է, Քրիստոսի մեջ Աստծո կյանքն է, Քրիստոսի մեջ Աստծո ուրախությունն է, Քրիստոսի մեջ ով է Քրիստոս ընդհանրապես, ինչ է պարունակում իր մեջ։ Այն ամեն բարին, որ Աստված ուներ Քրիստոսի մեջ ներառել է, այս ամենը կա Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հիմա ինչ է մեզ բաժինները շեշտում, որպեսզի մեր աստվածպաշտությունը, որովհետև նայեք, աստվածպաշտությունը գալիս է աստվածաբանությունից, այսինքն ուսուցումից, ճշմարտությունը ճիշտ ընկալելուց։ Եթե մենք սխալ ենք ընկալում ճշմարտությունը, մեր վարքագիծը, որը իրանից ներկայացնում է մեր աստվածպաշտության ֆիզիկական արտահայտությունը, նման է նրան, ինչին որ մենք հավատում ենք։ Կախված նրանից մենք ոնց կսովորենք Աստծո խոսքի ճշմարտությունը, այս ձևով էլ ֆիզիկապես մենք կկիրառենք մեր աստվածապաշտությունը։ Հիմա մենք Աստծո որդիներ ենք, վերստին ծնված ենք, հոգու ոլորտում, երբ որ մենք ընդունում ենք Տիրոջը, առաջին հերթին նրանք, ովքեր ընդունեցին իրան,
իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Մենք վերստին ծվել ենք, դարձել ենք Աստծո որդիներ։ Մենք ժառանգորդներ ենք դարձել։ Աստծո ժառանգորդները Քրիստոսի ժառանգակիցները։ Աստված մեզ ժառանգակից արե Քրիստոսին, երկնային մարդու պատկերին ժառանգակից արե։ Հոգու ոլորտում մեր Տերը վերականգնել է հաղորդակցությունը Տիրոջ հետ։ Ամեն։ Այս սրբության սրբոցը, որ մի ժամանակ Աստված գալիս էր տաճարի մեջ բնակվում էր, Հիսուսը երբ որ եկավ երկրի վրա, Հիսուսը իրանից ներկայացնում էր այն տաճարը, որի մեջ մարդը Աստծո հետ հանդիպում կունենա, որովհետև մարդը չէր կարող Աստծուն հանդիպի, բայց Հիսուսը այն անոթն էր, այն տաճարն էր, որտեղ մարդը Աստծո հետ հանդիպեց եւ ոչ թե մահացավ, այլ կենդանացավ։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը հանդիսացավ այդ սրբության սրբոցը, որտեղ Աստված եւ մարդը կհաղորդակցվեին իրար հետ։ Դրա համար հին ուխտում չէին կարող, որտեղ դեռ մեղքի տակ էին եւ կենդանիների արյուններ ծածկում։ Բայց քանի որ Աստված մեզ որդեգիր արեց, հոգեվոր իրականությամբ այն իրականությունը, որ Աստված բնակվում է, ինքը վերցրեց եւ իր բնակությունը հաստատեց մեր հոգիների մեջ։ Եվ մեր հոգիները հանդիսանում է այդ սրբության սրբոցը, որտեղ Տերը բնակվում է մեր մեջ, ամեն, որտեղ որ Աստված բնակվում է, դա իր սրբատեղն է, իր սուրբ վայրն է, դրա համար Աստված այդ տեղը պետք է սուրբ աներ, եւ մենք սրբվեցինք Քրիստոսի սրբությամբ, ամեն, մենք արդարացանք Քրիստոսի արդարությամբ, մենք վերստին ծնունդ առան, մենք ձեռք բերեցինք Աստծո ժառանգորդ լինելու պարգևը, եւ այստեղ մենք որդեգրված ենք։ Հոգու ոլորտում մենք Աստծո որդիներ ենք, որդեգրված ենք, Աստծո ժառանգորդներն ենք, Քրիստոսի մեջ ենք եւ Քրիստոսի հետ որպես եկեղեցի հոգեվորապես նստած ենք երկնավորների մեջ։ Հոր աջ կողմը, ինչպես հոգեվորապես Հիսուսը գնաց երկինք, այնպես է հոգեվորապես մենք հիմա գտնվում ենք երկնքի մեջ։ Երկնքում ենք, միաժամանակ հոգևոր իրականության մեջ, բայց կա մի ուրիշ իրականություն, որ կգա ժամանակը, որ քրիստոնյաները հարություն կառնեն, ամեն, եւ մենք կհափշտակվենք Տիրոջը միշտ իր հետ լինելու։ Սա ուրիշ է, բայց այս պահին հոգևոր իրականության տեսանկյունից, ճշմարտության տեսանկյունից, մենք Տիրոջ հետ ենք երկնքում հոր աջ կողմը, որովհետև մենք ընդունել ենք այդ պարգևը։ Մենք չենք արժանացել սրան։ Տերը մեզ առաջարկել է իր պարգևը ու նվերը։ Մենք համաձայնվել ենք, որովհետև գիտակցել ենք, որ մենք մեղավոր ենք։ Գիտակցել ենք, որ մեղքի պատճառն էր, որ Տերը եկավ, եւ երբ որ ինքը այս ամեն արեց, ինքը պարգևեց մեզ։ Ամեն։ Հիմա սա շնորհ է, սա պարգև է, որ ամեն բան ամփոփված է Քրիստոսի մեջ։ Հիսուսը ասեց. ով որ ինձ հավատա, եկեք ու խմեք, չէ, տոնի օրն էր ասում էր, հոգու մասին էր ասում, նրա փորից կենդանի ջրի գետեր կբխեն։ Այն կնոջը Սամարացու ասեց. դուք ինչքան որ գաք ես հորի մոտ կծարավեք, բայց եթե այն ջուրը, որ ես եմ տալիս ձեզ, հավիտյան չեք ծարավի, նա ձեր մեջ կենդանի ջրի աղբյուրներ կլինի։ Նայեք, աղբյուր է, կենդանի ջրի աղբյուր է, կյանքի աղբյուր է, որը միշտ մեր մեջ է, այդ աղբյուրը միշտ մեր մեջ է, այդ կյանքը միշտ մեր մեջ է։ Հիսուս ասեց. ես ու հայրը կգանք եւ օթևան կանենք։ Ու սա խոսում էր Սուրբ Հոգու գալու մասին։ Սուրբ Հոգու մասին ասում էր, ձեր հետ կլինի եւ ձեր մեջ կբնակվի։ Սա նոր ուխտի խոստմունքն է։ Մենք դարձել ենք Աստծո որդիներ։ Տերը մաքրել այդ տեղը Սուրբ Հոգով, որպեսզի Սուրբ Հոգու ներբնակեցումը իրականություն դառնա։ Դրա համար մենք որպես 50-ականներ հավատում ենք Սուրբ Հոգու մկրտությանը, որպես մի առանձին, մի յուրահատուկ երևույթ դրսևորում հոգևոր իրականության մեջ, որ Աստծո երրորդ անձը Սուրբ Հոգին գալիս է եւ ֆիզիկապես բնակվում է մեր հոգու մեջ։ Ամեն։ Եվ մենք դառնում ենք Սուրբ Հոգու տաճար, Աստծո խոսքը ասում է։ Հիմա մենք այս ամենը ունենք մեր սրտերի մեջ, մեր հոգու մեջ, բայց ֆիզիկապես դա չի երևում։ Ֆիզիկապես այս ամենը չի երևում։
Դու չես տեսնում քեզ Աստծո որդի, դու չես տեսնում որ քո ներսը կյանքի աղբյուր կա, դու չես տեսնում որ Տերը բնակվում է քո մեջ, դու չես տեսնում որ Սուրբ Հոգին բնակվում է, տեսեք ինչ բառեր եմ օգտագործում, դու չես տեսնում եւ դու չես զգում։ Դու չես զգում որ Սուրբ Հոգին բնակվում է, դու չես զգում որ Աստված քո մեջ է։ Դու քեզ տրամադրությունը լավը չի, դու չես տեսնում քեզ Աստծո մոտ, դու չես զգում որ Տերը քեզ մոտ է։ Հիմա հաջորդը շնչի ոլորտը փրկագնման տեսանկյունից մեր մարմինները ու մեր շունչը չի փրկագնվում միաժամանակ։ Հոգու ոլորտում մենք միանգամից վերստին ծնունդ ենք առնում։ Հիմա պետք է որ այդ փրկագնման process-ը, որ սկսվել է մեր ներսի մեջ, շարունակվի մեր շնչի եւ մարմնի վրա։ Նայեք, մարմնի փրկագնումը գա մի ժամանակ, երբ որ քրիստոնյաները հարություն առնեն եւ այն ժամանակ ասելու ով մա քո խայթոցը ֆիզիկապես մարդը, որը կենթանի է լինելու եւ երբ որ կլինի հափշտակությունը, այդ մարդու մարմինը կվերափոխվի փառավորված մարմնի, նշանակում է այդ անձնավորությունը ֆիզիկապես մահ չի տեսնելու։ Ամեն։ Այդ ժամանակ ֆիզիկական մահի հարցը կլուծվի, որը Տերը նախատեսել է որ լուծի։ Ամեն։ Բայց շնչի ոլորտում կարելի է այսպես ասել, մենք փրկվել ենք, մենք փրկվում ենք եւ մենք պիտի փրկվենք։ Որովհետեւ փրկվել բառու խորը իմաստով նաեւ երկինք գնալն է, ճիշտ է։ Բայց մենք դեռ երկինք չենք գնացել։ Նշանակում է մենք պիտի փրկվենք, բայց փրկությունը սկսում է այստեղից, ամեն։ Փրկությունը սկսում է մեր ներսից, մեր հոգուց, փրկությունը, սրբությունը, հավիտենական կյանքը սկսում է այստեղից այս ժամանակավորի մեջ, բայց հոգևոր վերստին ծնունդով։ Հիմա Տերը բնակվում է մեր մեջ։ Մենք Աստծո որդիներ ենք, իր ժառանգորդներ ենք, բայց մենք ունենք շնչավոր ոլորտ։ Հռոմեացիս 8-ը մեզ ասում է. մարմնավոր խորհուրդը մահա, շնչավոր խորհուրդը մահա, հոգևոր խորհուրդը կյանքը։ Նրանք են Աստծո որդիները, որոնք Սուրբ Հոգով կառաջնորդվեն։ Հիմա նայեք, այն խորհուրդները շնչի ոլորտում միտք, կամք, զգացմունք։ Քանի որ մենք ֆիզիկական իրականության մեջ ենք ապրում, այս ֆիզիկապես տեսանելի իրականության մեջ, քանի որ մեղանչումից մարդը դարձել է շնչավոր էակ, իր ամբողջ գործունեությունը շնչավոր է, իր խնդիրներին տեսնելը, հասկանալը, ճիշտ ու սխալները անելը ամբողջը շնչավոր է։ Ես նույնիսկ չեմ ասում մեղանչական, բայց մեղանչականը կա, բայց շնչավոր, բնական, այսինքն չերևացող է հոգևորը եւ ինքը այս շնչավորի մեջ է իր գործունեությունն անում։ Հիմա Աստվածպաշտությունն ենք վերցնում։ Տերը բնակվում է մեր մեջ, Աստվածի մեջ է, Սուրբ Հոգինի մեջ է, կենթանի ջրաղբյուրների մեջ են։ Ամեն։ Հիմա երբ որ մենք փորձում ենք մեր աղոթքների երկրպագության ու Աստվածպաշտության մեջ, նայեք, ես չեմ սահմանափակում, որ Աստված մեր մեջ է եւ ուրիշ տեղ չի։ Բացարձակ, ես ընդհակառակն ասում եմ, Աստված այնքան փառավոր ու մեծ է, որ այս ճշմարտությունը ինքը տեսել էր, ինքն է ստեղծել այս ամենը, որ ինքը կարողանա բնակվի մեր մեջ, մեր քաշի հոգևոր իրականության մեջ։ Հիմա Աստված բնակվում է մեր մեջ, Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, ես Աստծո որդի եմ, նայեք, երեխան որ փոքր է, իրավաբանորեն ինքը չգիտի ինքը ինչ ժառանգություն ունի, բայց ինքը գիտի ճանաչում է իր ծնողին, ճիշտ է։ Փոքր երեխան գիտի, որ ինքը իր ծնողի երեխան է։ Եվ այս փոքր երեխու գիտակցությունը ասում է այն մասին, որ ինքը կարա իրան ազատ պահի իր ծնողի հետ որպես իր ծնող։ Ուրիշի ծնողի հետ երեխան ձև չի վարվում։ Երեխեքի անկեղծությունը, պարզությունը ցույց է տալիս այն ճշմարտությունը, որ այս անձնավորությունը գիտի ինքը ով է, գիտի ում երեխան է։ Նույնիսկ եթե իր ծնողը կողքի սենյակում է, ինքը գիտի, որ իր ծնողը այնտեղ է կամ ինքը այդ անզավակն է։ Ոչ մի բանը չի փոխի։
Այս օրինակը կատարյալ չի, մենք կարող ենք երեխեքին համոզենք խափեն, բայց ես ուզում եմ ասեմ, այն ճշմարտության նշույլները կա այս ամենի մեջ։ Հիմա մենք որպես Աստծո զավակներ, Աստծո որդիներ, որտեղ ենք բնակվում մենք հիմա հոգևորապես։ Աստծո մեջ, Քրիստոսի մեջ, ամեն, մենք վերստին ծնված ենք, նույնացել ենք Քրիստոսի հետ։ Հիմա մենք որտեղ ենք բնակվում, որտեղ է մեր Տերը որպես Աստծո զավակներ։ Մենք առավոտ արթնանում ենք, որտեղ է այդ պահին Տերը գտնվում։ Մենք այսօր եկել ենք պաշտամունքի, որ ինչ անենք, որ հանդիպենք Տիրոջը, որտեղ Տերը մեզանից շուտ եկել այստեղ։ Ինչ որ առումով այո։ Բայց եթե ես մտածում եմ, գնում եմ այնտեղ հանդիպեմ Տիրոջը, բա այդ Տերը քո մեջ է միշտ, ամեն անգամ Սուրբ Հոգին քո մեջ է միշտ, հավիտյան պիտի բնակվի ձեր մեջ։ Սա չի երևում ֆիզիկապես։ Դրա համար մենք ինչ ենք անում։ Մենք դրա համար փորձում ենք, փափագում ենք ել ավելի մոտենալ, ել ավելի Տիրոջ ներկայություն ինչ անել, վայելել։ Բայց ուրիշ բառեր ենք օգտագործում։ Մենք ուզում ենք Տիրոջ ներկայությունը զգանք, ուզում ենք տեսնենք, ուզում ենք ինչ-որ ձև Տիրոջ ներկայությունը գա մեր կյանքերի մեջ, որ իմանանք, որ Տերը եկավ։ Տիրոջ ներկայության զգալի շոշափելի ներկայությունը միշտ լինում է, դրսևորվում է, գործում է։ Բայց սա չի հիմքը, որի վրա մենք բռնվում ենք։ Հիմքը Աստծո խոսքի ճշմարտությունն է, որ ասում է դու Աստծո որդի ես։ Այդ կյանքի աղբյուրները քո մեջ է, եւ դու պետք է այս ամենը բռնես եւ սրանով առաջ գնաս։ Շնչավոր իրականության մեջ այս մտքերը մեզ խանգարում է, որպես այս ճշմարտությունները օգտագործենք։ Եվ մեր շնչի, մտածմունքի, խորհուրդների ոլորտի մեջ մենք պատկերացումներ ունենք։ Մենք պատկերացնում ենք Աստծուն տարբեր ձևերով ու տարբեր կերպերով։ Որտեղ հոգևոր պատերազմը մտքի դաշտում է։ Դրա համար ասում է, ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի Տիրոջը կամքը գիտենաք։ Մարմնավոր շնչավոր խորհուրդը մահ է, հոգևոր խորհուրդը կյանք է։ Հիմա նայեք, մարդը շնչավոր ճշմարտությունը կիսատ ընկալելու պատճառով ինքը իր աստվածպաշտության մեջ խնդիրներ ու դժվարություններ է ունենում։ Հիսուսը Աստված Քրիստոսով պարգևել է մեզ այն ամենը, ինչ որ մենք ունենք հիմա Քրիստոսի մեջ ամբողջացած։ Մենք երբ որ գալիս ենք մոտենում ենք Տիրոջը, շատ ժամանակ մեր խնդրվածքների մեջ մենք խնդրում ենք բաներ, որ Տերը մեզ արդեն պարգևել է։ Սուրբ Հոգին Սուրբ Հոգու մասին ասում է, եւ Սուրբ Հոգին ձեր վրա եկած ժամանակ երկնքից, որ գա ձեր եկած ժամանակ զորություն կառնեք։ Պենտեկոստեի օրը եկավ Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին արդեն երկնքից եկավ Պենտեկոստի օրը եւ մինչեւ հիմա այդ ժամանակվանից գտնվում է երկրի վրա այնպես, ինչպես որ Աստված նախասահմանել էր։ Որովհետև դրանից առաջ Տիրոջ Հոգին շրջում էր եւ Տերը արարեց։ Այսինքն Աստծո արարչագործության տարբեր process-ների մեջ Տերը գործել է, բայց մարդկության փրկագնման եկեղեցին հիմնելու, ստեղծելու, որ մենք այսօր ապրենք ու գործենք Տիրոջ հետ, Տերը իր օրենքներն է գործել։ Հիմա Սուրբ Հոգին մեր վրա եկած ժամանակ մենք զորություն կառնենք, ասում Աստծո խոսքը։ Հիմա այդ զորությունը պոտենցիալ գտնվում է քրիստոնյաների մեջ, բայց մի խնդիր կա, Աստծո խոսքը ասում է, Սուրբ Հոգուն չմարեք, մի տրտմեցնեք Սուրբ Հոգին, չէ՞։ Ոնց կարող ենք մենք Սուրբ Հոգուն մարենք, չէ՞ որ նա Աստված է, չէ՞ որ նա Տերերի Տեր է, նա բնակվում է մեր մարմինները Սուրբ Հոգու տակ է, բայց ասում է չմարեք Սուրբ Հոգին։ Նշանակում է Սուրբ Հոգին, որը բնակվում է մեր մեջ Աստծո կամքի համաձայն, նաև Աստծո կամքի համաձայն հոգի շունչ մարմին մարդ լինելու տեսանկյունից, որ Աստված ստեղծել է, գործում է այդ օրենքների շնորհիվ։ Այսինքն Սուրբ Հոգին այսօր մեր գործակից է, Սուրբ Հոգին մեր հետ գործում է այն աստիճան, ինչքան մենք մեր արդեն ազատագրված կամքով թույլ կտանք, որ ինքը գործի։
Տերը պարգև է տվել, ժառանգություն է մեզ պարգևել, եւ այդ ժառանգության տնօրինողները պատասխանատվությունը դրված է մեր վրա, որպեսզի մենք դա կիրառենք, որ պահին մենք դա սկսում ենք կիրառել, ճշմարտության հիման վրա, Սուրբ Հոգին գործակից է անելու այն ամենը, ինչ եկել է ինքը անելու։ Մի հատ հասարակ օրինակ բերեմ։ Ինձ թվում է մեզանից շատերը Սուրբ Հոգով մկրտված են։ Հիմա որևէ մեկը մեզանից Սուրբ Հոգով լեզուներով խոսում է հենց այս պահին։ Ես հենց այս պահին հայերեն եմ, չէ՞ խոսում։ Դուք ոք ուզում եք լեզուներով խոսալ, ինչ եք անում դրա համար։ Ինչ նախապատրաստական աշխատանք եք տանում, որպեսզի լեզուներով խոսանք։ Միակ նախապատրաստական աշխատանքը դա որոշում կայացնելն է։ Ամեն։ Մտար սենյակդ, սկսում ես աղոթել, օրհնում ես Տիրոջը եւ նույն պահին դու որոշում ես լեզուներով աղոթել։ Տենց է թե դες չի։ Թե մենք հատուկ ինչ-որ զգացողություն, առաջնորդություն պետք է ունենանք, որ լեզուներով աղոթենք։ Հիմա մենք ենք լեզուներով աղոթում, թե Սուրբ Հոգին է մեզ աղոթել տալիս։ Ես խոսում եմ համագործակցության մասին, որ պահին դու որոշում ես լեզուներով աղոթես, որտեղ Տերը տվել է այդ պարգևն ուղարկել է Սուրբ Հոգին։ Այդ պահին, հենց այդ պահին, հենց այդ վայրկյանին Սուրբ Հոգին համագործակցում է քեզ հետ եւ ինքը տալիս է լեզուները, որտեղ դու չես այդ լեզուները հորինում, ամեն, այլ դու խոսում ես եւ Տերը տալիս է թե դու ինչ խոսաս, դրա համար այդ պահին դա երկուսի համագործակցությունն է, բայց դու դա ֆիզիկապես չես տեսնում։ Դու ֆիզիկապես չես տեսնում, որ Սուրբ Հոգին այդտեղ գործեց քեզ հետ։ Դրա համար շատ քրիստոնյաներ վախեցել են, մտածել են, չէ, դե պետք է դա Սուրբ Հոգին եղնի։ Դա երկուսի համագործակցությունն է։ Հիմա Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Այս նույն օրենքը կիրառվում է մնացած բնակավարների մեջ, որպեսզի իրականություն դառնա Տիրոջը տված բոլոր խոստմունքները մեր կյանքի մեջ ու այդ ժառանգությունը, դա նման է, որ դու ունես բանկում գումար ունես եւ ունես քարտ։ Քարտիդ վրա գումար կա։ Միակ բանը, որ քեզ պետք է այդ գումարը հանես, այդ քարտը տանես, կիրառես այն օրենքը, որի շնորհիվ այդ գումարը կարաս հանես։ Ամեն։ Եթե քո ծնողը քեզ գումար ա տվել, դու բանկ ես դրել ու քարտ ա տվել քեզ։ Դու գնում ես քո ծնողի մոտ, խնդրում, որ քեզ գումար տա։ Գնում ես քո ծնողի մոտ, խնդրում, որ քեզ քարտ տա։ Մենք այս բան չենք անում, չէ՞։ Թոշակառուները, եթե իրանց թորներին են տալիս, որ գումարը հանեն, քարտը վրցրա, թոշակս հանի։ Ու վсё։ Այնքան պարզ գործում է այս օրենքը։ Քո անունից դու իրավունք ես տվել։ Տվել ես այդ իշխանությունը, տվել ես այդ քարտը, ինքը գնում է այդ գործողությունը անում է։ Աստված էլ ինչը չի պարգևի մեզ Քրիստոսի հետ։ Ամեն բան Քրիստոսի մեջ ինքը մեզ արդեն պարգևել է։ Նայ, այն ինչը որ Տերը մեզ պարգևել է, երբ որ մենք խնդրում ենք, որ այդ նույն բանը տա Տերը մեզ։ Մենք խնդրում ենք, որ Տերը մեզ փրկի։ Մենք խնդրում ենք, որ Տերը մեզ վերստին ծնունդ տա։ Չէ՞ որ դա արդեն կատարվել է։ Մենք չենք խնդրում մի բան կատարված, որ Տերը տա, որտեղ տվել է արդեն։ Բայց մի նրբություն կա, մենք պետք է խնդրենք Տիրոջը, որ սովորացնի մեզ, սովորացնի, իմաստուն անի, ճշմարտությունը ճանաչենք, որ այն ինչը, որ մենք ունենք որպես ժառանգություն, կարողանանք կիրառել ճիշտ ձևով։ Բացահայտենք, թե մենք ինչ ունենք Քրիստոսի մեջ։ Եվ դրա համար շնչավոր ոլորտի մեջ այս ամենը մեզ խանգարում է, որպեսզի գիտենանք, թե մենք ինչ ունենք Քրիստոսի մեջ, ինչ ժառանգության պարգև ունենք Քրիստոսի մեջ եւ կիրառենք դա։ Այս պատճառով Աստծո խոսքը ասում է, ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որպեսզի գիտենաք Տիրոջ կամքը։ Եվ մենք որ գիտենում ենք Տիրոջ կամքը, մենք կիրառում ենք Տիրոջ կամքը։ Ամեն։
Նայեք, մենք գալիս ենք Տիրոջ արած, որպեսզի Տիրոջ հետ հաղորդակցվենք։ Մեր պատկերացման մեջ կա չէ Տիրոջ ներկայություն ասած հասկացողությունը։ Ինչ որ ձևով մենք պատկերացնում ենք, որ ոնց պիտի լինի Տիրոջ ներկայությունը, եւ ըստ այդ պատկերացման, երբ որ մեր ներսը նայում ենք, ասում ենք, չէ, դեռ իմ մեջ չկա այդ Տիրոջ հետ այդ մտերիմ հաղորդակցությունը։ Եթե հարցնեմ ձեզանից, երևի 120%-ը կասի, դեռ իմ մեջ չկա այդ մտերիմ, այդ անկեղծ հաղորդակցությունը Տիրոջ հետ։ Որովհետև դու ինչ որ մի բան պակաս ես զգում քո մեջ։ Բայց ինչն է պատճառը, որ մենք դա ասում ենք, որովհետև մեր հոգու մեջ Աստված այնքան ասահման է։ Այդ ծարավը մեզ ասում է, չկա, այդ դա քիչ է, դա դեռ քիչ է, այո, դա դեռ քիչ է։ Դա դեռ քիչ է, մենք ամբողջ հավիտենության մեջ Տիրոջ մեծությունը պետք է ճանաչենք ու վայելենք։ Դրա համար այս սահմանափակ մարմնի մեջ դա քիչ է։ Բայց այս գաղափարը մեզ տպավորություն է ստեղծում, որ մենք հեռու ենք Տիրոջից։ Մենք գալիս ենք եւ ինչ որ բաներ պիտի անենք, որ Տիրոջ ներկայությունը գա։ Եթե ես բնակվում եմ Տիրոջ մեջ, իրա ինչ գալու չգալու մասին է խոսքը։ Ոչ թե գալու չգալու մասին է խոսքը, այլ իմ մեջ բնակվող, հավիտյանս հավիտենից կենդանի եղող Աստվածը, երբ որ բնակվում է իմ մեջ, ես իրա շոշափելի ներկայությունը կարող եմ վայելեմ, բայց դա չի նշանակում, որ ինքը եկավ, դա նշանակում է ես ել ավելի մտա իրա ներկայության մեջ, ել ավելի մտերիմ քայլ արեցի դեպի իրան եւ շոշափելի ձևով իրա ներկայությունը վայելեցի, ամեն, բայց եթե այս շոշափելին չկա, մենք մտածում ենք, որ չկա, ինչն է խնդիրը, սկիզբը հիմքը սա է, անկախ դրանից, մենք զգում ենք դա թե չենք զգում, մենք բնակվում ենք Տիրոջ մեջ ու Տերը բնակվում է մեր մեջ, սա հոգու ոլորտի Աստծո պարգևն է մեզ որպես իր որդիներ։ Հիմա երբ որ մենք գալիս ենք, խնդրում ենք, մխկտում ենք, ծոմ ենք պահում, լաց ենք եղնում Տիրոջ առաջը ու խնդրում ենք, որ Տեր արի դեպի մեզ, արի քո ներկայությամբ, ինչ ենք մենք խնդրում, ինչ ենք մենք այս պահին խնդրում, ուզում ենք իրա հզոր, փառավոր ներկայությունը գա, մարդկանց կյանքերը փոխվի, ամեն միանշանակ, ուզում ենք այս Սուրբ Հոգու շարժը եղնի, Սուրբ Հոգին մարդկանց կյանքերին հպվի, մարդիկ փոխվեն, բժշկվեն, ապաշխարեն, բացարձակ միանշանակ, ամեն։ Բայց երբ որ մենք խնդրում ենք, որ Տերը զգա, որովհետև ես չեմ զգում իր ներկայությունը եւ սպասում եմ, այնքան եմ սպասում, որ մինչեւ ինքը գա, որտեղ գա Տերը, եթե ինքը բնակվում է քո մեջ, սրանից մոտ էլ ոնց պետք է գա Տերը, չէ որ նա բնակվում է մեր մեջ։ Ես ասում եմ այս տեսանկյունից շնչավոր, մարմնավոր գաղափարը խանգարում է մեր աստվածպաշտությանը։ Բայց երբ որ դու գիտես, որ Տերը բնակվում է քո մեջ, այդ կենդանի ջրի գետերը քո մեջ է, ինչ պետք անես։ Հիսուսի մասին գրված է, նրանից ինչ եղավ, զորություն դուրս եկավ։ Զորություն դուրս եկավ։ Ես շատ քիչ եմ այս նախադասությունները օգտագործում, որպեսզի սխալ ընկալում չեղնի։ Նայեք, նոր ուխտի կոնտեքստում, երբ որ օծություն բառը մենք օգտագործում ենք, նոր ուխտի կոնտեքստում շատ քիչ է գրած օծության մասին, այն ձևով ոնց որ մենք ենք ասում, կամ սովոր։ Որովհետև նոր ուխտի կոնտեքստում շատ քիչ է գրած է Քրիստոսի մեջ մեզ հաստատողը եւ օծողը Տերն է։ Այն օծությունը, որ ձեր մեջ է, ձեզ կսովորեցնի։ Ես սա ինչի համար եմ ասում, նայեք, մենք այո ընդունում ենք, հասկանում ենք, այդ բառերը օգտագործում ենք, ես ուզում եմ ավելի ընկալել եղնես նրբությունը, երբ որ գրված է կենդանի ջրի գետերի մասին, երբ որ գրված է Հիսուսի մասին, գրված չէր, որ օծություն դուրս եկավ, չէ որ օծություն բառը գրված է զորություն դուրս եկավ, հիմա հին ուխտից երբ որ ուսումնասիրում ենք, նայում ենք, տեսնում ենք, որ երբ որ օծում էին մարդկանց,
իրաց առանձնացնում էին, իրաց դնում էին ինչ-որ դիրքի մեջ, օծել նշանակում է առանձնացնել, դնել դիրքի մեջ, դնել մի պաշտոնի մեջ, հաստատել, հայտարարել, որ այս անձնավորությունն է, ամեն, Քրիստոսը կոչվում է օծյալ, օծված է, օծյալ է, Քրիստոսի մեջ մեզ հաստատողը և օծողը Տերն է, սա ավարտված գործողություն է, սա նշանակում է, վերստին ծնվելով Աստված մեզ դիրքի մեջ է դրել, որն այդ դիրքը, որդի լինելը, ամեն, կարելի ասել Աստված մեզ օծեց Աստծո որդիներ լինելու, առանձնացրեց, զացեց, դրեց մեզ, ամեն, բայց քանի որ Սուրբ Հոգին այս ամեն անողը, Սուրբ Հոգին է հենց այդ օծողներ, անողներ, այդ ամենն էլ անողը, հիմա, մեր մեջ Սուրբ Հոգու կենդանի ջրի գետերն է, ես այն չեմ արեմ ասում, որովհետև շնչի ոլորտում, որը մեզ խանգարում է, նաև կխանգարի մեր հերթական հաղթական կյանքի ոլորտը գնալը, մարմնի ոլորտում, Աստված Հիսուսի վերքերով մեզ ինչ արեց, բժշկություն պարգևեց, այն հոգին, որ բնակվում է ձեր մեջ, որը Հիսուսին մեռելներից հարություն տվեց, կկենդանացնի ինչը, ձեր մահկանացու մարմինները, մենք ֆիզիկապես, ով որ կենդանի կմնա, հարություն կառնե և ֆիզիկական մահը կպարտվի, բայց այս խոսքերը դեռ սրա մասին չեն, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները, ասինքն մահվան դատապարտած այս մարմինները, կկենդանացնի, կթարմացնի, սա նշանակում է, երբ որ մենք բնակվում ենք Տիրոջ մեջ, այս ժառանգության, որ Տերը տվել է մեզ, այս ժառանգության շնորհիվ մենք ունենք մեր մարմինների բժշկություն որպես պարգև արդեն, մենք ունենք ազատագրում այս մարմնի խնդիրներից, մենք ունենք թարմացում այս մարմնի համար, նշանակում այս ֆիզիկական մարմինը, որ դեռ մեղանչական է, ինքը կարա առողջ լինի, ամեն, ինքը կարա թարմը լինի, ինքը կարա ազատ եղնի, և այս շնչավոր ու մարմնավոր ոլորտի մեջ, մենք ունենք հաղթական կյանք, մեղքից ազատագրված կյանք ապրելու, ինչի, որովհետև մեր հոգու ոլորտի մեջ Տերը մեզ արդեն ազատագրել է գերությունից, մենք այս ժառանգությունը, այս ամբողջը Քրիստոսի մեջ ունենալով, պետք է կիրառենք ֆիզիկական իրականության մեջ, ամեն, պետք է ֆիզիկական իրականության մեջ կիրառենք, երբ որ Տերը այս ամենը պարգևել է մեզ որպես նվեր, և ասում է հիմա դուք սա կիրառեք այն օրենքները, որով պետք է գործի, մեզ սանից պահանջում է, որ դա կիրառենք, հիմա նայեք, գրված է, որ Հիսուսի զորություն դուրս եկավ, կենդանի ջրի գետերը մեր մեջ է, և մենք պետք է թույլ տանք, որպեսզի այս կենդանի ջրի գետերը մեր մեջից դուրս գա, սա այն հոգևոր ճշմարտություններն է, որի վրա մենք կանգ պետք է առնենք ու առաջ գնանք, քանի որ այս ամենը հոգևոր իրականությունը անտեսանելի է, մեզանից պահանջում է անտեսանելի նկատմամբ հավատք, այս օրենքը գործում է հավատքի շնորհիվ, որովհետև ես չեմ տեսնում, այդ պատճառով էլ հավատում եմ, դու հավատում ես և հավատքով կիրառում ես, գործում ես, շարժվում ես այդ օրենքներով, թույլ ես տալիս, որ այդ կենդանի ջրի գետերը բխեն, մի անձնավորություն գալիս է մի քարոզիչի մոտ մոր հետ, այս աղջիկը հիվանդ է եղնում, մահացու հիվանդություն ունեն, և շատ տխուր գալիս են քարոզիչի մոտ, խոսում զրուցում են, այս անձնավորությունն ասում է, ես անապատի մեջով եմ անցնում, իմ կյանքը անապատ է, ես անապատի մեջով եմ անցնում, և անապատային վիճակ անցնելով ինքը ուզում է կարողանալ հաղթահարել ինչ-որ ձև դուրս գա այս վիճակից, ինչ է նշանակում անապատային վիճակ, համենայն դեպս այդ անձնավորության բառերով, ինքը որ անբուժելի հիվանդ է ու ինքը հույս չունի ապրելու, պարզի որ իր համար անապատային վիճակ է իր ներքին աշխարհը, պարզի որ աչքին ոչ մի բան չի գալիս, այդ անապատային վիճակը աչքին ոչ մի բան չի գալի, և ինքը այդ անապատային վիճակի մեջ է,
որ ինչ որ բան Տերը սովորացնում է այդ վիճակի մեջ։ Եվ քարոզիչ ասում ասի հիմա ինչ ենք անում։ Հենց հիմա անում ես այն ինչ որ ես ասում եմ քեզ։ Դու ասում ես անապատային վիճակի մեջ ես, հա, չկա Տիրոջ ներկայությունը, չէ, չես զգում Տիրոջ ներկայությունը, չէ, Տերը ոչինչ ձևով դու չես կարողանում տեսնել Տիրոջը։ Դու տխուր ես, տրամադրություն չկա, հիասթափված ես, հույս չունես։ Հիմա այս ազնվորությունը ինչ անում։ Չի ասում արի խնդրենք ամիսներով, ժամերով ծոմ պահենք, որ Տիրոջ ներկայությունը գա քեզ փոխի։ Ասում է հիմա տես մենք ինչ ենք անելու։ Անելու ենք այն ինչ որ ասում եմ։ Ասում է հենց հիմա մենք սկսելու ենք փառավորել Տիրոջը։ Դու քեզ վատ ես զգում, անապատ ես զգում, դու հիվանդ ես անբուժելի, բայց ինչ ես անում։ Հենց հիմա Աստծո խոսքը ասում է, բորբոքիր եմ պարգևը, որ քո մեջ է։ Տիմոթեոսյանը ասում Սուրբ Հոգու մասին։ Բորբոքիր այդ պարգևը, այսինքն սկսում են թույլ տալ, որ այդ կենդանի գետերը բխի, եւ սկսում են օրհնել Տիրոջը, մեծարել օրհնել, փառավորել Տիրոջը։ Ես ասեցի մենք ինչ ժառանգություն ունենք։ Մենք ինչ ենք անում, անկախ մեր զգալ չզգալուց, օրհնում ենք Տիրոջը, փառավորում ենք Տիրոջը, մեծարում ենք Իր անունը, նույնիսկ դու վատ ես զգում, տրամադրություն չունես, բայց քո տրամադրությունը քո շնչիդ եւ էմոցիոնալ դաշտի մեջ է, դա ոչ մի կապ չունի, թե դու ով ես Քրիստոսի մեջ, ամեն։ Սրա համար քո տրամադրությունը եւ քո միտքը պետք է ենթարկվի Աստծո խոսքին։ Տկարը թող ասի ես զորավոր եմ, ամեն։ Հիմա ինչ են անում, օրհնում են, փառավորում են, մեծարում են, երկրպագում են Տիրոջը, թույլ են տալիս։ Այդ կենդանի ջրի գետերը բխի իրանց հոգուց, որը տարածում է իրանց շնչի վրա։ Եվ այս անznավորության անապատային վիճակը կորչում է։ Տիրոջ ներկայությունը, որ բնակվում է իր մեջ, ինքը չմարեց Սուրբ Հոգուն, այլ թույլ տվեց, որ Սուրբ Հոգին բխի իր մեջից, դուրս գա Սուրբ Հոգու զորությունը։ Եվ որտեղ որ Տիրոջ կյանքը կբխի, այնտեղ բժշկություն կբերի Տեր ասում է։ Եվ այս անznավորությունը երջանիկ ուրախ երկրպագությամբ գնում են տուն։ Կարճ ժամանակ հետո հանդիպում են, թե զանգում են Հովին, ասում են Հովի, ես բժշկված եմ, ոչ մի հիվանդություն չունեմ։ Բայց եթե այս անznավորությունը մտածեր, որ ինքը անապատ անցնում, Տերը հեռացել է իրանից, Տերը իրան խրատ ատալիս, որ ծնողն է իր երեխուն, որ սոված գալիս է իր մոտ, ասում է, ես քեզ մի շաբաթ հաց չեմ տալու։ Մի շաբաթ հաց չեմ տալու, մինչև խրատվես։ Ինչ որ դաստիարակչական աշխատանքով։ Ծնողը նույնիսկ դաստիարակելու ժամանակ էլ զաստավի տանում երեխուն, ասում է նստի հացդ կե, տեղ չես գնալու։ Երեխեն չի խնդրվում, լաց եղնում, մամ, խնդրում եմ ինձ հաց տու, ինձ հաց տու սոված եմ, եւ մերը սպասում է, ոչինչ մի քիչ ասնի, այ որ դու ես գնաս, կտենաս ինձ կսիրես։ Բայց ինչի Աստծուն մենք սենց ենք անում։ Տերը տվել է մեզ իր կյանքը, իր բժշկությունը, իր օրհնությունները, այն ինչը որ պարգևել է, մենք խնդրում ենք Տեր, խնդրում եմ դու, Տեր քո զորությունը դու, Տեր բժշկությունը դու։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Երբ որ մենք խնդրում ենք մի բան Տիրոջից, եւ չենք առնում այդ ամենը, երկու պատասխան կա։ Որն է պատճառը, որ չենք առնում։ Կարանք իրեք ասենք, նախտարաչինը ես չեմ հավատում, դրա համար չեմ առնում, երկրորդը, որ երորդի շատ նման է, Տերը գիտի, որ դա քեզ պետք չի ես պահին, դրա համար չի տալիս, նախտարաչի երդին, ոնց իմացանք, որ Տերը գիտի, որ քեզ պետք չի, չէ որ դու խնդրում ես մի բան, որը քեզ պետք է, Եվ ոչ թե դու խնդրում ես, որ ինքը տա, այլ դա արդեն ինքը տվել է, ես դրա մասին եմ ասում։ Եթե մենք խնդրում ենք Տերը մեզ առաջնորդի, սովորացնի, ինչ աշխատանք փնտրեմ, այս աշխատանքը իրան հաճելի է, թե չէ, սրա մասին չեմ ասում։ Ես խոսում եմ այն ժառանգության պարգևի մասին, որ Տերը արդեն փրկագնման միջոցով մեզ տվել է, եւ մենք նորից գալիս ենք խնդրում, որ ինքը տա։ Բայց եթե մենք չենք ունենում, ասում ենք դե Աստված ինքնիշխան է, կուզի կտա, կուզի չի տա, եւ մի անգամից Հոբին ենք հիշում։
Ինչքան աղոթքներ է կատարվել հիվանդության համար, երբ որ չի եղել, մենք ասում ենք, դե Աստված ամենակարող է, դե ինքը գիտի, դե ինքը ինքնիշխան է, մի անգամից Հոբին հիշում ենք, մի անգամից հիշում ենք, ում կողորմի, բայց Հիսուսը մեր օրինակը լինելով երբեք այսպես չի արել։ Երբեք այսպես չի արել։ Գրված է, ինչքան հիվանդներ որ բերում էին, բազմաթիվ մարդիկ որ բերում էին, եւ բոլորին ինքը բժշկում էր, ու որ բերում էին իր մոտ։ Բոլորին ինքը ազատագրում էր։ Երբ որ ես խնդրում եմ, որ Տերը տա, բայց չեմ ունենամ, ասում եմ Տերը չտվեց։ Եղբայրներից մեր եղբայր անառակ որ դու եղբայրն ասավ, հայր, այսքան ժամանակ դու ինձ չտվեցիր։ Ասավ, սա այսքան ժամանակ, այս ամենը քոնն ա եղել։ Դու երբ որ կուզենայիր, կարող էիր գալ վերցնես։ Հիմա մեր աստվածաբանության մեջ, երբ որ մենք խնդրում ենք, երբ որ հայրը չի տալի, երբ որ անդադ մխկտում ու խնդրում ենք, որ Տերը տա, բայց այն ամեն ինքը ինչը որ մեզ տվել է, նա նորից չի տալու մեզ։ Սմիթ Վիգլսվորդն ասում էր, դա շատ սխալ է, երբ որ խնդրենք Աստծուն զորություն տա, այն դեպքում, որ ինքը արդեն զորությունը տվել է մեզ։ Հիմա մենք որպես Աստծո ժառանգորդներ բոլորս այս տեսանկյունից իրար հավասար ենք։ Ամեն, բոլորս հավասար ենք այն ժառանգության տեսանկյունից, որ ունենք ամեն մեկս։ Նույն ժառանգությունը։ Ամեն, ոչ մեկը որևէ մեկից առավել չի։ Հիմա մենք ունենք այդ ժառանգությունը, պետք է կարողանանք այդ ժառանգությունը պրակտիկորեն կիրառենք, օգտագործենք։ Ես հասկանում եմ, որ այս թեման խորն է, ես չեմ կարող ամբողջությամբ բավարարեմ, բայց պրակտիկ կիրառության տեսանկյունից մենք բոլորս հավասար ենք այդ առումով։ Հիմա նայեք, եթե ես ասում եմ, այն ինչը որ Տերը պարգևել է ձեզ, դուք ունեք, ամեն մեկս ունենք, որովհետև Աստծո որդիներ ենք։ Հիմա այն ինչը որ դու ունես պետք է կիրառես քո կյանքում, կախված է նրանից, թե այսօր ես ինչքանով առաջնորդվեմ Աստծո հոգով, կամ ինչքանով օծության տակ կլինեմ, թե չէ, դա կախված է սրանից։ Հիմա, եթե ես այսօր չեմ կարողանում Սուրբ Հոգով առաջնորդվել, նայեք ես բառեր օգտագործում եմ, մեծ հարգանքով ես խնդրի։ Չեմ կարողանում Տիրոջ ներկայությունը ապրել ոնց որ պետք է, իմ պատկերացումով, չեմ զգում Տիրոջ օծությունը, նշանակում է ես չեմ կարող փոխանցեմ ձեզ այն ինչի կարիքը որ դուք ունեք։ Նշանակում է ձեր այսօրվա հաջողությունը, ձեր այսօրվա հաղթանակը կախված է իմ վիճակից, ինչ որ առումով այո ծառայողների պատասխանատվությունը այս առումով մեծ է, բայց այն ինչը որ դու ունես որպես պարգև, ես ունեմ որպես պարգև, ինձանից կախված չի, ես կարամ քեզ օգնեմ, դու կարաս ինձ օգնես, բայց եթե ես չկարողանամ քեզ օգնեմ, դու սրանից կախված չես, ես այս տեսանկյունից եմ ասում, ուզում եմ ես զգամ Տիրոջ ներկայությունը, ուզում եմ չզգամ, ուզում եմ օծությունը զգամ, թե չզգամ, այն ինչ որ դու ունես որպես ժառանգություն, դու դա ունես ու դու կախված չես ինձանից, կախված չես իմ օծությունից, կախված չես իմ զորությունից, դու կախված ես այն ճշմարտությունից, որը քո մեջ է, եւ սա դու պետք է կիրառես, դրա համար մենք բոլորս հավասար ենք։ Դրա համար նոր ուխտի մեջ չկա քահանա, որը միջնորդ է հին ուխտի պես։ Հեռուստացույցով ինտերնետով նայում եմ, երկու անձնավորություն ասում են, եթե դուք ֆինանսավորեք մեր ծառայությունը, այն ծառայությունը, որ ֆինանսավորում ես, տվյալ ծառայողի օծությունը կգա քո կյանքի մեջ։ Ու ցանկանում են քարոզիչները այն օծությունը, որ իմ մեջ է, կգա քո մեջ, եթե դու ֆինանսավորես իմ ծառայությունը։ Նախ առաջին ես օծություն չունեմ, որ փոխանցեմ քեզ։ Որևէ քարոզիչ անձնական օծություն չունի, որ փոխանցի։ Որը մեկը իր անունով օծություն չունի, որ փոխանցի։ Ես հասկանում եմ ինչ են ուզում ասածեղնեն։ Դա հարգանք է, դա պատիվ է, այս ամենը կա, բայց դու վճարում ես,
որպեսզի ձեռք բերես այն ինչը որ Տերը քեզ արդեն պարգևել է։ Ամեն։ Մարդիկ ասում են, եթե դու զոհաբերես, Տերը քեզ կբժշկի։ Սա սուտ է, Տերը արդեն բժշկել է։ Դրա համար զոհաբերության կարիք չկա, որ դու զոհաբերես, որ Տերը բժշկի։ Այո, քո զոհաբերող սիրտը Տերը տեսնելով, ինքը քեզ շարժ կանի քո կյանքի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ երբ որ դու զոհաբերում ես, սա միջոց է, որ Տերը քեզ բժշկի։ Ես բժշկելու օծություն ունեմ ճակերտներով, դու զոհաբերում ես իմ ծառայությանը, որպեսզի այդ բժշկության զորությունը գա քեզ, սա սուտ է։ Դու արդեն Աստծո որդի ես, ամեն։ Սուրբ Հոգին բնակում է քո մեջ, Տիրոջ ներկայությունը քո մեջ է, Աստված բնակում է քո մեջ, եւ անկախ նրանից, ինչ ուզում ա լինի, Տերը քո հետ է, քո մեջ է, բայց մենք կարող ենք հեռանալ Աստծուց։ Մենք կարող ենք շեղվել Աստծուց եւ մեղանչել Տիրոջ դեմ։ Ամեն։ Բայց մենք այս ժառանգորդներն ենք, միանգամից հետ գանք Տիրոջը եւ պաշտենք ու երկրպագենք, խոստովանենք մեր սխալները, որ իր առաջ ունենք։ Դրա համար ասում է Տիրոջից զորություն էր դուրս գալի։ Այո, Սուրբ Հոգու զորությունը մեր մեջ է։ Դրա համար, երբ որ մենք իրար համար աղոթում ենք, մենք հավատում ենք, որովհետև դա չենք տեսնում, հավատում ենք ու գիտակցում ենք, որ ճշմարտությունը կա, եւ երբ որ մենք իրար վրա ձեռք ենք դնում, իր համար օրհնության աղոթք ենք անում, սա նշանակում է այն կենթանի ջրի գետերը, որ քո մեջ է, դուրս է գալիս, բխում է դեպի դեմինին։ Ամեն։ Բայց սա չի նշանակում, որ ես պարգևում եմ ձեզ այն, ինչ որ դուք չունեք։ Ոչ, եթե սա այսպես եղներ, դուք անընդհատ, մենք անընդհատ պետք է կախված եղնեինք ծառայողներից, իրանց կոչումից, իրանց օծությունից, մենք անընդհատ պետք է գումար տայինք, որ հասնենք ինչ-որ մի տեղ, որ այդ ծառայողի օծությունը մեր վրա գա, որ մենք ինչ-որ հաջողության հասնենք։ Սա ճշմարտությունն է, որ մենք ունենք այս ամենը արդեն մեր մեջ։ Եվ մենք պետք է այս ամենը կիրառենք, բխեցնենք, դուրս գա մեր մեջից։ Սա հավատքի օրենքն է։ Մենք սա անում ենք հավատքով, որովհետև չենք տեսնում։ Հենց սա է, մենք քայլում ենք բնականով, անտեսանելի տեսանկյունից։ Բայց երբ որ մենք հավատում ու քայլ ենք անում, գերբնականը, որը բնակում է մեր մեջ, նա դուրս է գալիս։ Այս պատճառով պրակտիկ կիրառման տեսանկյունից հոգևոր կյանքում մենք շատ պասիվ ենք, որովհետև շատ պատկերացումներ ունենք, որոնք մեզ խանգարում են, որոնք մտածում ենք, պատկերացնում ենք, ենթադրում ենք, որ Աստված այսպես, Աստված այնպես կանի, Աստված ինչ-որ ձև կանի խոսքի, բայց մենք միշտ կախում ենք այս տեսանկյունից։ Մեզ պետք է կարողանանք ճիշտ ընկալել, մենք Աստծո ժառանգորդներն ենք, իր ժառանգությունը պարգևել է Տերը մեզ, ամեն։ Մենք պաշտում ու երկրպագում, օրհնում ու մեծարում ենք Տիրոջը, ամեն։ Մենք գալիս ենք հավաքում ենք իրար հետ, եւ երգչախումն է մեզ օգնում, մենք իրար ենք օգնում, չէ, երբ որ տեսնում ես կողքինդ լցված օրհնում է, քո մեջ էլ առաջանում, որովհետեւ սա այս փոխանցման օրենքն է, մենք գործում ենք այս ամենի մեջ։ Բայց նայեք, հիշեք Հիսուսի ծառայությունը 99.9%-ով, նույնիսկ 100%-ով չի անցել այսպիսի պաշտամունքային պայմաններում։ Ամեն։ Իրանք փողոցում էին ծառայում։ Փողոցում, երբ որ դու գնում ես, քայլում ես, որոշները մեղադրում էին, որոշները ծաղրում էին, բայց դու այդ պահին երկրպագության պաշտամունքի մեջ չես, որ Տիրոջ ներկայությունը վայելես։ Մենք վայելում ենք Տիրոջ ներկայությունը երկրպագության մեջ։ Միանշանակ, բացարձակ ճշմարտությունը ամեն ու ամեն։ Բայց երբ որ այդ ազնվորությունը փողոցում այնք արդեն չունի նույն զգացողությունները ինչ-որ պաշտամունքի մեջ։ Բա ինչ մտածի ես մարդը այս իրավիճակի մեջ։ Ինքը որ զգմա Տիրոջ ներկայությունը, որ Տիրոջ փառքը տեսնում այդ պահին, ոչ էլ կողքին հավատացյալներ են, որ իրան օգնեն։ Իրա կողքին անհավատ մարդիկ են, փարիսեցիները եւ ես Հիսուսը։ Նույնիսկ բարկանում էր փարիսեցիների վրա եւ ասում էր արժան է շաբաթ օրը մարդ բժշկել։ Ասում էին շաբաթ օրը ամեն օր կարաս գաք բժշկվելի բացի շաբաթ օրվանից։
Մտամիրանք բժշկում էին։ Հետն էլ ասում էին մենակ շաբաթ օրը չգաս, մնացած օրերը կարաս գաս։ Հյուսը իրանց ասեց, շաբաթ օրը կանչեց հիվանդին իր դեմը, բժշկեց շամփու դրեց։ Այս լարված իրավիճակի մեջ, որ Սուրբ Հոգու առաջնորդությանը, ներկայությանը խանգարում էր այս ամեն մթնոլորտը։ Հանկարծ մեր երեխու ձենակալի պաշտամունքի մեջ խառնվում ենք, որ երեխեն կխանգարի։ Հասկանում ենք պաշտամունքային մակարդակով, ճիշտ է։ Բայց դու Տիրոջ մեջ ես, Տերը քո մեջ է, ուզում է երեխա լացի, ուզում է այնտեղ դիվական դրսևորող լինի, ինչ ուզում է տեղի ունենա, դա մեզ չպետք է խանգարի, որտեղ մեր Տերը կենթանի է մեր մեջ, ամեն, որտեղ մենք չենք քայլում տեսանելիով, մենք քայլում ենք անտեսանելիով, որը հավատքն է, ես հավատում եմ, Տերը իմ մեջ է, ես գիտեմ, այս պատճառով տեսանելի իրականությունը, անտեսանելի իրականությունից փոխվում է, որովհետև են ասեն անտեսանալի իրականությունը, որ մեր մեջ է, մենք պրակտիկ օգտագործում ենք սա մեջ։ Դրա համար երբ որ տրամադրությունը լավը չի, մի ասա Տեր ինձ հետ չի։ Նայեք, ես չեմ խոսում այն մասին, երբ որ դու գիտես, որ մեղք ես գործել ու դա տհաճ է, բայց էլի Տերը քեզ հետ է քեզ բժշկելու։ Չեմ խոսում, որ մարդը հեռանում Աստծուց ապրում, սրա մասին չի խոսքը։ Սրա մասին է խոսքը։ Անընդհատ մենք պետք է պայքար ունենանք։ Գործի տեղ, աշխատանքի տեղը, տրանսպորտում, ամեն տեղ, ամեն իրավիճակում մեր մտքերի ու էմոցիաների վրա խնդիրներ կա։ Ինչ չեն սիրում, ես մերժված եմ զգում, Հիսուս էս բոլոր ցավերը կրել է։ Մեր բոլոր ցավերը կրել, ամեն, ֆիզիկական, էմոցիոնալ, բոլոր խնդիրները Տերը լուծել է։ Սա նշանակում է, թե վատ ես զգում, օրհնի Տիրոջով իմ շունչ։ Դու վատ պետք է չզգաս, դու պետք է լավը զգաս, որտեղ ես Աստծո որդի եմ, Տերը իմ մեջ է, Տերը նախասահմանել է կերպարնակից եղնեմ իր պատկերին։ Դու միշտ հիշի, որ դու Աստծո որդի ես, իր պատկերին կերպարնակից եղած։ Ամեն։ Սա մեր պրակտիկ գործողությունն է։ Եվ սա տարածում է նաև մարմնի վրա։ Մարմինս թույլ է, մարմինս տկար է։ Դու հրամայում ես քո մարմնին Տիրոջը տված իշխանությունով։ Դու ստիպում ես քո մարմնին, ասում ես, դու պետք է ծառայես Տիրոջը, ամեն։ Սմիթ Վիգլսվորթն ասում էր, ոչ մի դեմ բժշկի դանակ չի կպչի մարմնին։ Նույնիսկ երբ որ մահացել է, իրան չեն դիահերձել։ Նու օրենքների խնդիր կար, բայց չեն դիահերձել։ Այս ազնվորությունը 2 տարի թե 6 տարի տարապում էր Պոշկեքի արյունահոսությունից։ Ընկնում էր գետնին, ցավեր էր կրում, ասում էր, չէ, բժիշկը չի կպչելու իմ մարմնին, Տերն է իմ մարմնի բժիշկը, նա էլ կբժշկի։ Եվ այս ազնվորությունը դուրս էր գալի, գնում էր, շարունակում էր ծառայելու եւ իր կյանքի ընթացքում 24 ազնվորության մեռելներից հարություն տվել։ 5 տարեկան երեխուն դագաղի մեջից հանում է տալիս իր ծնողներին հետ աբերում կենթանացնում է։ Ինչի, որովհետեւ այն ճշմարտությունը, որ ինքը գիտի ով է ինքը Քրիստոսի մեջ, այս հաղթական կյանք արել է։ Օսբորնը, որ աշխարհում մեկ հզոր ավետարանչություն արել հաշներով ու նշաններով, գնում է հնկաստան, անհաջողություն ունենում։ Ասում են, ով ասում է, ինչ ասում ես, ասում է, Աստծո խոսքը, գիրքը բացում ասում է, դա Աստծո խոսք չի, հիասթափված գալիս է, եւ հասկանում է ճշմարտություն, որը փոխում է իր աստվածաբանությունը, որը փոխում է իր աստվածապաշտությունն ու կերպը, եւ նորից վերադառնում է հասկանալով ու ճանաչելով, թե ով է Քրիստոս եւ ով է Քրիստոսի մեջ։ Եվ այս ազնվորությունը մուսուլմանական քաղաքի մեջ ասում է, հիմա բերեք 8 կույրի կանչենք առաջ։ Եվ աղոթում եք դու Մուհամեդին, ես աղոթում եմ Աստծուն, այն Աստվածը, որ այս կույրերին կբժշկի, նա էլ Աստված է։ Շատերը ասում են Օսբորնը փորձում է Աստծուն ու վախենում են իր հետ առումով շփվել։ Կանչում են առաջ, աղոթում են ոչ մի բան, ինքը աղոթում է Հիսուսի անունով ութի աչքերն է բացում է։ Մուսուլման քաղաքապետը նստած այդ պահին ծառայության ժամանակ։ Այս ազնվորությունը ճանաչելով, թե ով է ինքը Քրիստոսի մեջ, պրակտիկորեն կիրառել է մեր բարդությունը նրանում է կանում, որ մենք վախենում ենք անհաջողությունից։ Այո, վախենում ենք անհաջողությունից, սա փաստ է, սա ցավոտ է, բայց ուրիշ ճանապարհ չկա, մենք պետք է քայլենք, անենք այնքան, անցկացնենք անքուն գիշերներ, մինչև ասենք Տեր, մենք պետք է հաջողվենք, որտեղ դու արդեն հաջողվել ես։ Դու քո հաջողությունը տվել ես մեզ։ Դու քո հաղթանակը տվել ես մեզ։
Ամեն։ Դրա համար ես ուզում եմ, որպեսզի մեր կյանքերում մենք կարողանանք այս ամենը տեսնելով, այս ամենը ճանաչելով, պրակտիկորեն կիրառենք այն ճշմարտությունները, որ Տերը մեզ պարգևել է, որպես իր ժառանգորդներ, որովհետև ինքը կտակել է մեզ նոր ուխտը, կտակել է նոր ուխտի փառավոր հաղթական կյանքը, ու այս նոր ուխտը, այս հաղթական կյանքը բնակվում ամեն մեկիս մեջ։ Ամեն։ Բարձրանանք